երկրաշարժ, ու այդ երկրաշարժի ժամանակ իմիջիալով տեղեկացնել ձեզ, էլի թե չգիտեք։ Տասնյակ հազարավոր մարդիկ են ազել։ Եվ ի տարբերություն թե որ քաղաքական չգիտեմ ինչի եք եկել, կամ միգուցե գիտեք ինչի եք եկել, ես եկել եմ կոնկրետ այդ կարևոր նպատակի համար։ Իսկ այդ նպատակը իմիջիալով շատ կարևոր խորհուրդ։ Ինչի է այդքան մարդ մահացել 88 թվականի դեկտեմբերի 7-ին, չէ՞ որ այդ ուժգնության կամ մոտավորապես այդպիսի երկրաշարժեր աշխարհի շատ երկրներում ալինում եւ այդպիսի մի խանգարեք, իսկ ինչու է այդքան մարդ մահացել։ Շատ պարզ պատճառով, դա կոռուպցիան է, որովհետեւ երբ որ դու շենք կառուցելուց ցեմենտը գողանում ես, շենք կառուցելուց մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը։ Հետևաբար սա երկրաշարժի ամենամեծ դեպքը, ես միշտ ասում եմ։ Դե հիմա հակառակ հարցն էլ ասում եմ, ինչի է 5000 զոհ եղել։ Հետևաբար կարող է չլինել այդպիսի պետություն չունենալու համար եւ այդպիսի փորձանքների մեջ չընկնելու համար ցանկացած պարագայում պետք է գնալ եւ կոռումպացված համակարգերի մերժել, որովհետեւ կոռումպացված համակարգերի արդյունքը դա 88 թվականի դեկտեմբերի 7-ի Գյումրին է, դա 88 թվականի ուրեմն մեր իշխանությունը միայն էկոնոմիկայի նախարարության զարգացման ծրագրերով Գյումրիում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում արել, այլ ծրագրերով տարածքային կառավարման ևս, այս Գյումրու շատրվանը, բոլոր այս փողոցները բարեկարգված, բաները բնակարանաշինական կոմպլեքսների մասին եմ հարցնում այս պահին 2000-ից ավել ընտանիքներ եւ առաջիկա տարիների եւս բազմաթիվ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում եւ մասնավորի հետ միասին ես կարծում եմ որ առաջիկա 5 տարում կարող եք մինչեւ 100 միլիոն դոլարի ներդրումներ անել։ Պարոն Պապայան, ով է այսօր պատարակ մատուցելու, որի արդյունքում բնականաբար Գյումրիում էականորեն ոչ այս փոխված դրական փոխված տեսքը էլ ավելի կփոխվի եւ նաեւ խաղաղության օրակարգի հետ զուգահեռ մենք տեսնում ենք որ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ռեկորդային աճ է արձանագրում, հետեւաբար ես կարծում եմ որ առաջիկա տարիներին էլ ավելի շատ զբոսաշրջիկները տնական թաղամասեր գնացել են, զբոսաշրջիկները տնական թաղամասեր գնացել են, մենք էլ ավելի շատ զբոսաշրջիկներ ենք ունենալու եւ բնականաբար սա բերելու է նրան որպեսզի խոշոր զբոսաշրջային հոսքերը ավելանան ուժեղանան եւ բնականաբար դա բերելու է նաեւ մենք ձեզ այդ հարցը չէինք տվել, դուք ձեզ հարց տվեցիք ու պատասխանեցիք։ Տնական թաղամասերում Գյումրիում եղել եք, 2000-ից ավելի մարդիկ են ապրում ու դուք տնական շատ է, այդ հարցի պատասխանը շատ պարզ է։ Պետք է տարբերակենք հետեւյալ տրամաբանությամբ։ Կան մարդիկ, որոնք որ բնականաբար ստացել են եւ կան մարդիկ, որոնք որ չեն ստացել։ Պետք է առանձնացնենք այն մարդկանց, եթե կան այդ մարդիկ, որոնք որ բնականաբար չեն ստացել, դա լրիվ է։